սա որ կարևոր խնդիր է։ Ես երկրորդում եմ աղավնի ասածները, ես այս մասով հավելելու բան չունեմ, բայց ես կարող եմ ասել, որ ես գլխավոր խմբագիրն եմ Նելի Ավետիսյան, բայց ես կարող եմ ասել, որ սա իշխանությունների պայքարն է ընդդեմ ազատ լրատվամիջոցի, ազատ խոսքի եւ սա պետք է միջազգային հանրությունը կոնկրետ արձագանքի, սա այն նախադեպն է, որը հաջորդեց երեկվա մեծ բանավեճին եւ այս ստացվում է այնպես, որ մեծ բանավեճից հետո, որտեղ Նիկոլ Փաշինյանը հստակ պարտվեց իր խոսքով, այսօր արդեն հարձակում գործեց լրատվամիջոցի եւ ազատ խոսքի դեմ։ Սա միայն քաղաքական է, այստեղ մեդիայի աշխատանքի հետ կապված ոչ մի խնդիր չկա, միայն քաղաքական շահի սպասարկումն է ընտրություններից առաջ, որպեսզի մենք չկարողանանք աշխատել։ Խմբագրությունը ինչ կապ կարող էր ունենալ Ալեքսան Ալեքսանյանին վերագրվող այդ մեղադրանքի հետ։ Թե խմբագրությունը ինչ կապ կարող է ունենալ, ես չգիտեմ։ Ալիկ Ալեքսանյանը կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով է ներկայացրել հայտարարագիր, որտեղ գրված է, որ Ալիկ Ալեքսանյանը Արմատ մեդիայի սեփականատերն է։ Այսինքն Ալիկ Ալեքսանյանը որևէ բան չի թաքցնել եւ թե ինքը ինչ կապ ունի Արմատ մեդիայի հետ, դա կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովում պարոն Ալեքսանյանի ներկայացրած հայտարարագրում առկա է։ Սեփականատերն է Ալիկ մեդիայի։ Արմատ մեդիայի եւ Ալիկ Ալեքսանյանի կապի մասին հարգելի գործընկերներ կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովում ասում, որ սա միայն քաղաքական է, այսինքն Ալիկ Ալեքսանյանի լրացնելու համար մտել են իր սեփականության համարվող մեդիա։